Եկեք անառակ որդու առակը ընթերցենք։ Կարդում ենք Ղուկասի ավետարանից 15-րդ գլուխ 11-ից 32-րդ խոսքերը։ Դարձյալ ասաց. մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց. Հայր, տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց, անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ։ Ինքն էլ սկսեց չքավոր դառնալ եւ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց եւ սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեսնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս եւ սթափվելով ասաց. Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ինձ քո վարձկաններից մեկն արա, եւ վեր կացավ, իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց, վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան, եւ որդին նրան ասաց. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան, մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Իսկ նրա ավակ որդին դաշտում էր, մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց, իր մոտ կանչելով ծառաներից մեկին, հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան. եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց. ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ, եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ ես մորթեցիր։ Հայրը ասաց նրան. որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։